Հայաստանում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուների հետ վճարը 2026 թվականի հունվարի 1-ից 12%-ի փոխարեն կդառնա 20%, իսկ առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10000 դրամ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ միայն 2025 թվականի հոկտեմբերին այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 366432։ Նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 3.6%, իսկ անկանխիկ գործարքների հանրագումարը կազմել է 14 միլիարդ 768 միլիոն դրամ, որի դեպքում աճը կազմել է 6.9%։ Թորոսյանի խոսքերով անկանխիկ գործարքներ չկատարելու խնդիրը շարունակում է մնալ գյուղական համայնքների առևտրի կետերում։ Այդ նպատակով նա դիմել է պետական եկամուտների կոմիտեին, խնդրելով այս ուղղությամբ կոնկրետ աշխատանք կատարել։ Հիմնական բողոքներն այն են, որ կենսաթոշակառուները, երբ քարտով գնում են առևտրի, իրենց ասում են, որ սարքը չի աշխատում, լույս չկա եւ այդպես շարունակ, ընդգծել է նախարարը։ Այս փաստն ուրախացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նա հայտարարել է. «Սա նշանակում է, որ քաղաքացի է հայտնվել, որը շահագրգիռ է, որ կայացված որոշումներն ի կատար ածվեն, որ օրենքը գործի»։